Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Եթեներով հարցերը դուր չեն գալիս Փաշինյանին, իսկ այդպիսի հարցերն ավելի են շատացել հատկապես Պուտինի հետ հանդիպումից հետո։ Ինչ է անելու Հայաստանը, եթե ռուսական գազը թանկանա։ Պատասխանն այն է, որ Հայաստանը երկարաժամկետ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ եւ չի կարելի ելնել այն կանխավարկածից, որ բոլորը բոլոր պայմանագրերը խախտելու են։ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ելի ուզում եմ ասել, որ ամեն դեպք պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել, որովհետև չի կարելի տենց մի հատ ընդհանուր պատկեր նկարագրել եւ այդ պատկերի հովանոցի ներքո վարկածներ առաջ քաշել։ Երևան այցելած ղազախական պատվիրակության հետ բանակցության օրակարգում Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան Աստանային հանձնելու հարց կա, անդրադարձը թեմային Փաշինյանը չի բացառում, բայց վստահեցնում է, ոչինչ չի արվելու ի հեճուկս Ռուսաստանի։ Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը։ Կրեմլյան հանդիպումն ըստ Փաշինյանի շատ հաջող է եղել, ճաշել են, զրուցել բարեկամաբար, նույնիսկ առաջիկա հանդիպումներն են պլանավորել, այդ թվում ընտրություններից հետո։ Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական եւ մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Իրանական քաղաքակրթությունը վերացնելու Թրամփի սպառնալիքից ժամեր անց պարզվում է Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Հիմա, երբ ապոկալիպտիկ սցենարը չիրականացավ, ողջունում է Իրանի ու Միացյալ Նահանգների կառավարություններին։ Երկու երկրների ղեկավարությանը ճանաչելով համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել նրանց երկու կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար, որովհետեւ պատկերացնում եմ թե դա ինչքան դժվար է տրվել։ Համաձայն է Փաշինյանը Ալեն Սիմոնյանի հետ, որ Հայաստանն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է այնպես, ինչպես Ադրբեջանը Հայաստանի։ Այո կամ ոչ պատասխան չունի վարչապետը, ասում է, բոլոր երկրների համար է խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Իսկ ինչու է ընտրողներից ոչ թե պարզապես հաղթելու, այլ սահմանադրական մեծամասնություն ձևավորելու քվե ակնկալում։ Մայր օրենքը խորհրդարանով փոխելու հնարավորության մասին մտածում են։ Սահմանադրություն ընդունել միայն մի տարբերակ կա, դա համաժողովրդական հանրակրթություն, ուրիշ տարբերակ չկա։ Բանակում շաբաթը մեկ է զոր քլողանում։ Փաշինյանի թիմակցի վերջին հայտարարությունները բուռն քննարկումների առիթ դարձան։ Ըստ վարչապետի, բանակում սննդի, հագուստի, սպառազինության, բարոյահոգեբանական վիճակի եւ պաշտպանունակության առումով երբեք այսքան լավ վիճակ չի եղել։ Ինչ է բանակը։ Կտեսնեք, համոզված եմ մայիսի 28-ին եւ ձեր գնահատականները կտակ։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։